Սեռական հարաբերությունները ոչ բոլոր դեպքերում են, որ կարող են ձեր մոտ հոտի պատճառ դառնալ։ Իրականում սեռական օրգանների հատվածում եղած տհաճ հոտի առկայությունը սեռավարակներով պայմանավորված կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով պայմանավորված մի քանի իրավիճակներ կան, որ կարելի է բացատրել, այսինքն ավելի պարզ ասված մի քանի հիվանդություններ կան սեռական ճանապարհով փոխանցվող այդ հիվանդությունների դասին դասվող, որոնց հետևանքով կարող է լինել ուրեմն հոտ, օրինակ գարներելան, օրինակ տրիխոմոնոզը։ Դրանք հիվանդություններ են, որոնց դեպքում կարող է լինել, ուշադրություն դարձրեք, կարող է լինել հոտ։ Չնայած գարներելայի հետ կապված էլ ասեմ ձեզ, հիմա քանի որ գիտեք արդեն մենք շատ ենք ուշադրություն դարձնում հիգիենա, ամբողջ այդ հիգիենայից խոսում, այնպես լինում է, որ մենք անալիզներով հայտնաբերում ենք գարներելա, չնայած որ մարդը չունի բացարձակապես ոչ մի գանգատ գարներելային բնորոշ։ Դա արդեն խոսում է նրա մասին, որ ինքը շատ լավ հետևում է իր հիգիենային, դրա համար էլ ինքը գարներելա ունի, բայց գանգատ չունի։ Այդ դեպքում մեծ հաշվով վերցնում եք մարդուն բուժել էլ պետք չի։ Եվ հոտը հիմնականում պայմանավորված է լինում տարբեր տեսակի մաշկային, սնկային հիվանդություններով պայմանավորված, աղիքային ցուպիկով պայմանավորված։ Հոտը հիմնականում խոսում է արտաքին հատվածում, գլխիկի արտաքին հատվածում թլիպի ներսի մակերեսին եղած խնդիրների մասին։ Իսկ դրանք ոչ բոլոր դեպքերում են, որ հենց սեռական հարաբերությունների ժամանակ են փոխանցվում, չնայած բացառված չի նաև այդ տարբերակը։ Եվ ասեմ ձեզ, որ արդեն բավականին երկար տարիներ այս ոլորտում աշխատելով հանդերձ, ինչ հետաքրքիր ինֆորմացիայով կուզենամ նաև ձեզ հետ կիսվել, որ պրակտիկայում իմ հանդիպել են դեպքեր, որ դե հոտ ասված է միշտ իրենից ենթադրում է ինչ-որ ինֆեկցիոն բնույթի բորբոքային պրոցես, որովհետև տենց չի լինում, որ պացիենտը ասի հոտ կա բժիշկ, դու հետազոտես, ոչինչ չհայտնաբերես։ Մի տեղից մի բան դուրս է գալիս, հիմնականում արտաքին հատվածից, կան մասնագետներ ասում են բուժեք, այդ մարդն ինչքան բուժես։ Էլ ապտեկայում կրեմ չի մնում, գցում է, էլ տեղ չի, ես կողմնակից չեմ տենց բաներին, ես ավելի արմատական տարբերակով հարցին լուծման մեթոդին եմ ավելի կողմ։ Եվ այդ արմատական տարբերակը դուք արդեն գիտեք, դա թլպատումն է։ Ես գիտեմ եւ հիմա շատ մարդիկ կհայտնվեն բացասականը կխոսեն եւ շատ մասնագետներ կհայտնվեն բացասականը կմտածեն կարող է տենց ռիսկ չանեն գրեն կամ խոսեն դրա մասին։ Փաստը մնում է փաստ։ Շատ դեպքերում հենց այդ մեթոդով մենք կարողանում ենք մարդու հարցին լուծում տալ։ Հենց որ ես կմնամ իմ կարծիքին այդ հարցի շուրջ։